Նկարիչ Անուշ Սմբատյանի ստեղծագործական ուղին սկսվեց ընկերուհու արվեստանոցում կավի հետ առաջին հանդիպումից։ Այնինչ սկզբում պարզապես նյութ էր, ժամանակի ընթացքում դարձավ ինքնաարտահայտման միջոց։ Ես հենց նստեցի սեղանի շուրջ կավի հետ ու ես ամեն ինչ մոռացա։ Իմ սաղ երևի տարիների սաղ զգացմունքները, ինչ ինֆորմացիան, ինչ ունեի, ես հələ չեմ կարող կանգնեմ, պետք է արտահայտեմ մենակ կավը, ես եւ կավը։ Կերամիկական թատրոն, այսպես է հեղինակը անվանել իր կավե աշխատանքների շարքը, 15 ստեղծագործություն, 15 կերպար, որոնք բացահայտում են կավագործի ներաշխարհը։ Թատրոնը այն հարթակային կոնցեպցիան է, որտեղ դու կարաս լինես ինչ ուզենաս անես, ինչ ներկայացում ուզում ես ցույց տուր, ինչ էմոցիա, տրագեդիա, կոմեդիա։ Օձի կերպարը արվեստագետի ստեղծագործական ուղու անբաժանելի մասն է։ Օձի աչք խորագրով կապույտ եւ մարմնագույն կավե բաժակները դրա վառապացույցն են։ Հեղինակի համոզմամբ, երբ միտքդ ստեղծագործում է, կարելի է ոգեշնչվել ամեն օր, ամեն քայլափոխի, ամեն ինչից։ Ես ուղղակի ոգեշնչվել էի գետին նկած աղբով, գործի գնալուց, ինչ որտեղ էի գնում ու այդ աղբի սիլուետը շատ լավն էր, շատ սիրուն էր, շատ հետաքրքիր էր, ասի պետք է գամ սարքեմ։ Երբ որևէ աշխատանք հանկարծ կոտրվում է, Անուշը ցավ է ապրում ոչ միայն դրա կորստի, այլև այն հիշողության ու պահի համար, որ դրանց մեջ էին ամփոփված, սակայն յուրաքանչյուր ավարտ նրա համոզմամբ նոր ճանապարհի սկիզբ է։ Իրանց իրենք որ կոտրվում են կամ ինչ-որ բան է իրանց հետ լինում, շատ նեղում եմ իհարկե ու չեմ կարողանում ինձանից պոկեմ, սրտիցս չեմ պոկում։ Ամեն ձև մտածում եմ ոնց անեմ իրանց պահեմ, ինչ որ ձևով միգուցե ինչ որ ձև կպցնեմ, բայց ջարդված բաները չես կպցնի ոչ մի դեպքում։ Նկարչուհին հույս ունի, որ յուրաքանչյուր այցելու իր ստեղծած կավե աշխարհում կգտնի այն լռությունն ու ներդաշնակությունը, որոնք իրենից երկար ու համբերատար աշխատանք են պահանջել։ Հասմիկ Պողոսյան, Արման Թովմասյան, լուրերի համար։